Բարև ազգ, գիտեմ, որ ում ուղեղը անջատած չի մտահոգեք ու լուծումների փնտրտուկով։ Դրա համար այսօր որոշեցի խոսել մեր ժամանակների ամենամեծ ինքնախաբեություններից մեկի մասին, որ միասին կարողանանք դրա լուծումը գտնենք ու գնանք դեպի այդ լուծումը, ոչ թե ուղղակի լսենք ու անցնենք առաջ։ Ուզում եմ խոսեմ մի խաբկանքի մասին, որի վրա կանգնած է ամբողջ այս կեղծ քաղաքական թատրոնը արդեն 30 տարուց ավել։ Հարցը պարզ է, բայց պատասխանն իրանով հեղափոխություն է։ Նայեք, ինչի է մեր ժողովուրդը դուք մինչև այսօր մտածում, որ ընտրությունները ինչ-որ բան են լուծում, ու ինչի է իրականում դա ընդամենը համակարգի կողմից հանրությանը նետված հերթական խաբկանք։ Նայեք, հայր ջան, մենք տասնամյակներով ապրում ենք նույն կրկնվող սցենարի մեջ, նույն։ Հայտարարվում են ընտրություններ, սկսվում է սրանց քարոզարշավները, մեզ ցույց են տալի թեկնածուների շքերթ, մեկը մեկից պուպուշ, մեկը մեկից սիրուն գովազդներով, մի սենց հայափրկիչ ու հայանպաստ ծրագրերով, իրանց գլխից մեծ խոստումներով, տոյե շատ գիտեմ փուչիկներով, դրոշակներով, եսիմ ինչով։ Ու ամեն անգամ նույն հարցը սենց կախվում է օդում։ Ու հարցը հետևյալն է, այս անգամ էլ տանք մեր հույսը քվյաթերթիկին, թե չէ։ Իրականում այդ հարցը սխալ է ձևակերպված, որովհետև ճիշտ հարցը էս է, ումից ենք մենք խնդրում ազատել մեզ նույն համակարգից, որը գերության մեջ է պահում բոլորիս։ Ժողովուրդ, իրականում ընտրությունները դարել են հայակործան ու հակահայ վարչակարգերի լեգիտիմացման գործիք։ Ու խնդրում եմ ճիշտ հասկանաք, խնդիրը ստեղ ընտրությունների ինստիտուտը չի, խնդիրը այն է, թե որ համակարգի ներսում են կատարվում այդ ընտրությունները, որ իշխանության օրոք։ Եթե պետությունը ինքնիշխան է, եթե իշխանության բուրգը կախված չի արտաքին կենտրոններից, եթե ուժային կառույցները ենթարկվում են մենակ ազգային քաղաքական ուղեգծին, ընտրությունները կարանալն են ժողովրդական կամքի գործիք։ Բայց երբ դու ապրում ես երկրում, որտեղ անվտանգության համակարգը կառուցված է օտար պետության շահերի վրա, ռազմական, քաղաքական որոշումների առանցքը չի ծնվում Երևանում, տնտեսական լծակների զգալի մասը դրված է օտարի ձեռի մեջ, այդ դեպքում քո ընտրությունները դառնում են ընդամենը դեկորացիա վավերացնելու արդեն նախապես գրված որոշումները։ Մեզ ընտրության իրավունք են տալի այնտեղ, որտեղ լուծումները արդեն նախապես ընդունված են։ Այդ է պատճառը, որ ով էլ գա իշխանության, ինչ կարգախոսներ էլ գրի պաստառներին, ինչ ողբերգական ազգասիրական խոսքեր էլ ասի, եթե ինքը մտնում է նույն ռուսակենտրոն օտարակախ քաղաքական դաշտ, ու մասնակցում է իրանց սցենարով ընթացող ընտրությունների, ինքը կամա թե ակամա դառնում է նույն խաղի դերակատար, այսինքն ընտրությունները մեր երկրում խնդիր չեն լուծում, չեն հաղթում ու չեն վերացնում հայակործան համակարգը, այլ ընդամենը որոշ միամիտ աթոռամոլների մասնակցության հետևանքով լեգիտիմացնում են այդ հակահայկական համակարգը Հայաստանում։ Այդ մասնակիցներն էլ ինչ, իրանց ստացած մի քանի ձեներով հրճվում ու ինքնահաստատվում են, իսկ երկիրը մնում է նույն վտանգի ու սպառնալիքների տակ։ Արդյունքում նրանք, ովքեր իրանց ընտրություններին մասնակցելով ձեզ պայծառ ապագա են խոստանում, ոչ մի բանի չեն հասնում ու ոչ մի բան էլ չեն կարող փոխեն։ Իրանք մնում են մենակ իրանց գլուխ գովալով, թե ինձ այսքան մարդ ընտրեց։ Հետո էլ սկսում են ղզիկի պես լացել, թե բանտրությունները կեղծվեցին, եթե չկեղծվեին ես կանցնեի, սրանց վրա է ձեր հույսը։ Ժողովուրդ, զարթնեք։ Այդ քվյաթերթիկից կախում ունեցողները ոնց կարան կամայական քայլերի դիմող լինեն, իսկ առանց կամայական քայլերի ղեկավարները ոչ մի բան ինքնուրույն անել չեն կարող, ոնց որ նախկին ու ներկա իշխանությունները, ովքեր միշտ գլխներին ունեցել են ու ունեն շեֆեր, արդյունքում իմաստը գնալու ընտրելու մեկին, ով ներկա ու նախկինի պես կամայական քայլերի վճռականություն չունի, այսինքն դուք ուզում եք եղածը փոխել եղածի կրկնօրինակով, դրա համար եք սպասում ընտրությունների, այդ հիմքով եք վստահում ձեր թեկնածուներին, այդ ձեր թեկնածուներն են, որ պետք է կամային բնավորություն ցույց տան ու երկիր փրկեն, թարգեք էլի։ Ես նորից եմ ասում, որ ես չեմ վստահում ոչ մեկի, ով մասնակցում է սրա օրոք հիմա այս կարգավիճակում կայանալիք ընտրություններին, իրանք բոլորն էլ կամային քայլեր անելուց զուրկ են, հակառակ դեպքում մեր նման կփորձեին ռեսուրսներ հայթայթել ու ազգ մոբիլիզացնել, որ
հեղափոխություն իրականացնեն, ոչ թե գնան խելոք շարք կանգնեն, սպասեն իրենց քանի հոգի ընտրում, որ մի հատ էլ դրանից հետո այդ թվերը վեկալեն ու բանա ինքնահաստատման խաղալիք սարքեն։ Տեսեք մենք ինչքան ընտրող ունենք, ինչքան ձեն ունենք։ Նմանները թելադրող չեն, այլ ենթարկվող։ Չեք հոգնե ենթարկվող ղեկավար ունենալուց։ Ու ենթարկվող են, քանի որ չեն թելադրում օրակարգ, այլ խելոք ենթարկվում են հակահայ համակարգի կողմից առաջարկված օրակարգին ու հույս ունեն իր օրակարգում իրան կրեն, այդ նույնն է ոնց որ գնաս կազինո ու հույս ունենաս, որ հեսա տիրոջը կրելու ես։ Բան նման ուղեղի տեր մարդկանց, ես ոնց վստահ եմ, որ մի հատ էլ գնամ իրան ձեն տան, որ բան անի, դառնա երկրից ղեկավար։ Դուք ասեք ոնց։ Կամ դուք ես հարցին պատասխանեք մի հատ։ Դուք ոնց եք վստահում։ Ոչ մեկ, ով գնում է այդ կամազուրկ քայլին, ընտրությունների մասնակցելու, պետք է աջակցություն չունենա։ Ես պահանջում եմ ամբողջ քաղաքական դաշտից լինել կամք թելադրող, ոչ թե օրակարգին ենթարկվող, այդ ժամանակ կարող է միասնություն լինի բոլորիս մեջ, համախմբում տեղի ունենա։ Ну, եթե իհարկե իրենց խառնվածքը թույլ է տալի լինել այդպեսին, ու ամեն անգամ ես ընտրություններ կոչված խապկանքին հասնելուց, երբ բոլորդ հավատում եք, այս անգամ ուրիշ է ալնելու, դուք դառնում եք նույն լաբիրինթոսի նույն զոհը։ Դուք նմանվում եք կազինոյի տիրոջը կրելու հույս ունեցող միամիտ կործանվողի, որ ամեն խաղադրույք անելուց մտածում է, որ այս անգամ ուրիշ է ալնելու, այս անգամ ինքը կկրի։ Այդ դրա համար է, որ ոչ մի թեկնածու, ոչ մի ընտրություններին մասնակցող ուժ ռեալ փոփոխություն չի բերելու, չի կարա, անգամ մեծագույն ու անկեղծ ցանկության դեպքում չի կարա, ուստեղ անձերի հարցը չի, այս նույնիսկ կուսակցությունների հարցը չի, սա կառավարող կենտրոնի հարցն է, եթե իշխող ուժը քաղաքական ու գաղափարական առումով կապված է արտաքին ուժերի հետ, եթե նրա ռազմավարական աշխարհայացքը կառուցված է մենք փոքր ենք, մեզ պետք է հովանավոր այս տրամաբանության վրա, եթե նրա ամբողջ գոյության հիմքում դրված է ինչ որ կերպ պահենք պետականությունը թեկուզ ուրիշի հսկողության տակ սկզբունքը, նման ուժը կարա առավոտի ծիրիգուն խոսա հայրենասիրությունից, բայց պետական քաղաքականության մակարդակում երբեք չի հատի այն կարմիր գիծը, որը անցնում է իր քաղաքական պապաների գլխից, ու ինչ է ստացվում, ԿՊ-ն փորձում է խաղալ ժամանակակից ժողովրդավար արևմտամետ իշխանության դերը, բայց խորքում պահում է նույն կախվածության ամբողջ ենթակառուցվածքը, ընդդիմություն կոչվածները բացահայտ կամ ծպտյալ կերպով պաշտպանում են նույն արտաքին կենտրոնին ենթարկվելու տրամաբանությունը, նրանց մեջ մենակ էկրանին է պատերազմ, ձեր աչքի առաջ, իսկ խորքում փոխադարձ պայմանավորվածությունների մի հատ մեծ շղթա է, ու ոչ մի կողքից սենց եկած թեկնածու, ով մտնում է այս դաշտ, առանց արտաքին հովանավորների հետ հարաբերությունների արմատական վերաիմաստավորման, առանց Հայաստանի ինքնիշխանության լիարժեք, ոչ թե մասամբ, ընկալման, առանց ազգային նոր քաղաքակրթական մոդելի չի կարա, ասենք, ռեալ փոփոխություն բերի, իսկ այն ով էս ամենը ունի, այսինքն կախված չի արտաքին հովանավորներից, այսինքն ունի Հայաստանի ինքնիշխանության լիարժեք ընկալում ու ունի նոր ազգային քաղաքակրթական մոդել, ինքը ընտրության չի մասնակցում, մենք ձեզ վառ օրինակ, իսկ նրանք ովքեր մասնակցում են, հա այդ մասնակիցը կարա կոսմետիկ շպար բերի, բայց այդ Հայաստան մարմնի առողջացումն ու անկախությունը չի։ Տեսեք հայր ջան, մի հատ պարզ ու անվիճելի փաստ, ընտրությունների ժամանակ ձեզ տալիս են անունների ընտրություն, սրան ընտրեք, նրան ընտրեք, բայց դուք գոնե նկատում եք, որ ոչ մեկ անուններից ու իրարից շատ քիչ տարբերվող ծրագրերից բացի, ձեզ չի տալի ճանապարհի, համակարգի կամ գլոբալ մեխանիզմի փոփոխության ընտրություն, իսկ երբ ճանապարհը նույնն է, ուրիշ վարորդ ընտրելը չի որոշում, թե ավտոբուսը ուր գնա։ Դրա համար հիմա ասեմ, թե ինչի է միակ ճանապարհը հեղափոխություն, ոչ թե քվեաթերթիկն ու ընտրությունը։ Քվեաթերթիկը գործիք է ներսում գոյություն ունեցող խաղի համար։ Այդ անտերը իրենց խաղի կանոնների մեջ է, այսինքն ամեն դեպքում ծառայում է իրանց։ Իսկ շարժումը, որը տանում է հեղափոխության, դա գործիք է այդ խաղը խափանելու, փոխելու համար։ Քվեաթերթիկը ընդհանրապես քեզ առաջարկում է ընտրել, թե որ բեմադրությունից ես ավելի քիչ վրդովում ու ներվայնանում։ Իսկ վերածննդի շարժումը քեզ առաջարկում է վաղուց վանից անհրաժեշտ,
բայց երբեք չօգտագործված լուծման տարբերակ կոտրել այն սյուներն ու արգելքները, որոնք խանգարում են հայը նորից դառնա իր երկրի սեփականատեր։ Ու հայր ջան, ֆիքսեք մի հատ շատ կարևոր բան, երբ ես ասում եմ վերածննդի շարժում, հեղափոխություն, ես չեմ խոսում հերթական ճակերտավոր ճգնաժամային միտինգների մասին։ Ես նկատի չունեմ հանրային ֆիթնես մարզումներն ու քաղաքական տուրիզմը։ Ես նկատի չունեմ մի քանի լուսանկարների ֆոնին գոռացող ամբող, պաստառներ, տուպը հարցազրույցներ ու հետնել ձեռի հետ համերգային շոուներ։ Լույսի բանակի առաջարկած վերածննդի շարժումը դա ռազմավարական ծրագիր է, դա Լույսի բանակին միացած ինքնակազմակերպված ժողովուրդ է, սեփական ինֆորմացիոն դաշտով, սեփական մտածողության նոր կոդով ու սեփական անվտանգային, տնտեսական, քաղաքական ու մշակութային տեսլականով, որն էլ հանդիսանալու է հիմք, որ գրանցենք արդյունք, ոչ թե երգենք, աղոթենք ու գնանք տներով։ Վերածննդի շարժումը այն է, որ հայազգին տալիս է հնարավորություն հրաժարվել սահմանափակ ու պարտադրողական ընտրություններում ընտրողի դերից ու վերադարձնել իրան այս երկրի տիրոջ դերը։ Ժողովուրդ, քանի դեռ դուք դες տենում եք որպես շարքային ընտրողներ, դուք չեք կարա ապրեք որպես լիիրավ քաղաքացիներ։ Քանի դեռ դուք սպասում եք, թե կլինի մի թեկնածու, որը ձեր փոխարեն մի բան կանի, դուք ձեզ դատապարտում եք լինել այն նույն հիասթափված բազմությունը, որ ամեն 5 տարին մեկ ասում է, այս անգամ էլ չստացվավ։ Ռեալ փոփոխությունը չի գալի ընտրություններով, սա հիշեք, ռեալ փոփոխությունը գալիս է վերածննդի շարժումից դեպի ազգային իշխանություն։ Այդ դրա համար է, որ ստեղծել են վերածննդի շարժումը դրանց խաղի կանոններից դուրս, ստեղ գործում են մենակ հայի ու Հայաստանի բացարձակ շահերից բխող կանոններ։ Գիտեք քանի հոգի է ինձ իր կուսակցությունը առաջարկում, գիտեք քանի հոգի են ինձ առաջարկել, որ իրենց կուսակցությունով առաջադրվեմ ընտրություններում։ Ձեզ թվում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունենամ, դա իմ համար խնդիր է լինելու։ Իհարկե չէ, բայց ես բոլորին եմ ասել, որ ինձ մի շփոթեք, ես իմում կանոններին ենթարկվողների հետ։ Ես օրակարգ թելադրող եմ, ես ենթարկվող չեմ։ Ու չկա իմ համար ընտրություններին մասնակցելու պատճառ կամ ցանկություն։ Որպես օրակարգ թելադրող ես առաջարկել եմ ու առաջարկում եմ բացառապես վերածննդի շարժումը։ Վերածնունդ որպես ընտրությունների կեղծ լոգիկայի կոտրում։ Վերածննդի շարժումը չի ասում է մեզ ընտրեք ընտրությունների օրը, մնացած օրերը բան արեք, քնեք։ Վերածննդի շարժումը ասում է արթնացեք հիմա, համախմբվեք հիմա, սկսեք կառուցել հայկական քաղաքակրթական նոր կենտրոն հիմա, որ վաղը ոչ թե ընտրեք իշխանություն, այլ ստեղծեք իշխանություն։ Մեզ պետք չի հերթական քաղաքական նախագիծ, մեզ պետք է հայրենակցական, քաղաքակրթական, ռազմավարական կենտրոն, որը չի ծրագրում թե ոնց հաղթի ընտրություններում, այլ ծրագրում է թե ոնց փոխի պատմության ընթացքը ի օգուտ հայի ու Հայաստանի։ Այսօր երբ աշխարհը մտնում է նոր բևեռացման փուլ, երբ փոքր ազգերը կամ դառնում են կայսրությունների անանուն կցորդ, կամ գտնում են աշխարհում իրենց համար նախատեսված այնքան որ խաթարարած տեղը, հայ ժողովուրդը իրավունք չունի իր հույսը դնի քվեաթերթիկի պատահականության վրա։ Մենք պետք է հասկանանք, ընտրությունները կարող լինեն վերածննդի շարժման վերջնական ֆորմալ փուլ, երբ արդեն շարժումը հաղթել է ու հեղափոխությունը տեղի է ունեցել նաև մարդկանց մտքում, ուղեղներում։ Երբ արդեն ժողովուրդը իր մեջ որոշել է, թե ում հետևելով է դուրս գալու այս կոլոնիալ մտածողությունից, իսկ այդ գաղութայի ռեժիմից դուրս է գալու մենակ Լույսի բանակին հետևելով, հետևել նկատի չունեմ on-line, այլ գաղափարապես ու ֆիզիկապես։ Ընտրությունները կարող լինեն մեր օրոք ու մեր հաղթական ճանապարհի վերջի շտրիխը, բայց ոչ երբեք սրանց օրոք իբր հայ հաղթանակների սկիզբ։ Ու մեր հաղթանակների սկիզբը դա ձեզանից յուրաքանչյուրի մտքի հեղափոխությունն է, ինքնագիտակցության արտնությունն է, քաղաքակրթական սառնությամբ ընդունված որոշումն է, որ մենք այլևս չենք ապրելու օտարի գծագրած քարտեզով։ Հայր ջան, վերջապես գիտակցեք մի պարզ, բայց ճակատագրական ճշմարտություն։ Ընտրությունները չեն փրկելու ձեզ, եթե դուք ձեզ չեք փրկում։ Ինչքան էլ ցավոտ հնչի, բայց մենք մեր ազատության հարցը չենք լուծելու մի օրում ընտրատեղամաս մտնելով։ Մենք դա լուծելու ենք տարիներով,
մտածողություն ձևափոխելով, ինքնակազմակերպվելով, հրաժարվելով կիսագաղութային հոգեբանությունից, քաղաքական դաշտից մաքրելով ամբողջ կեղծ խաղը ու որպես ազգ կանգնելով մեր պատմության առաջ, ոչ թե քվեարկության խցիկի։ Քվեաթերթիկը թուղթ է, շարժումը կամք, թուղթը կարելի է վառել, գողանալ, կեղծել, փոխել։ Կամքը չի վառվում, չի գողացվում ու չի կեղծվում։ Այս է տարբերությունը ձեր թեկնածուների ու իմ առաջարկների մեջ։ Ու հենց այդ առաջարկածս կամքն է, որ կոչվում է վերածննդի շարժում։ Եթե մի օր ձեր երեխեքը հարցնեն, բա ո՞նց դուրս եկաք այդ խավարից, եթե դուրս գաք, պատասխանը երբեք չի կարա լինի, մենք ուղղակի մի անգամ ճիշտ քվեարկեցինք։ Պատասխանը մեկն է լինելու, մենք դադարեցինք հավատալ, որ մեզ կփրկեն ընտրությունները, Կարեն Արայանի առաջարկով միացանք Լույսի բանակի ստեղծած վերածննդի շարժմանը, որն էլ փրկեց ընտրությունների իմաստը, ու հենց տեղից է սկսվելու իրական հայանպաստ քաղաքականությունը, հենց այդտեղ ենք գիտակցելու, որ մենք արդեն վերածնված ենք, իսկ մինչև այդ ունենք այն, ինչ ունենք, մտածեք ասածներից վրա։ Մտածեք ու դառեք մասնակից պատմություն կերտելու, ոչ թե պատմության մեջ մնացեք որպես հիշատակվող նյութ։ Տարածեք ես ուղերձներս, հայր ջան, այդ տարածելով աջակցեք մեր տեղեկատվական քարոզչությանն ու մեկ էլ տեսար նախատեսված ժամկետից շուտ իրականացրեցինք վերածննդի շարժումը։ Շնորհակալ եմ բոլոր մեր համախոհներին ու գաղափարակիցներին, որ ամեն օրվա հետ շատանում են, բարձրել նորհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում՝ Telegram, Լույսի բանակի պաշտոնական և Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական և Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին և վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank և PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին և աջակիցներին։ Բարձրյալ նորհնի յուրաքանչյուրիդ։